Սիրելի հավատացյալներ, այսօր Սուրբ Զատիկին հաջորդող երկրորդ կիրակին է եւ մեր տոնացույցի մեջ այն նշվում է որպես տոն եւ կոչվում է աշխարհամատրան կանաչ կիրակի։ Ինչ է աշխարհամատրան։ Դա նշանակում է աշխարհի մատուռ, որովհետև այսօր մեկ անգամ եւս հիշատակվում է Քրիստոսի կողմից վերջին ընթրիքը եւ վերջին ընթրիքի ժամանակ հիմնված Սուրբ Հաղորդության խորհուրդը։ Եվ աշխարհամատրան է կոչվում, որովհետև իրականության մեջ հիշելով վերջին ընթրիքը, հիշելով վերնատունը եւ հիշելով Սուրբ Հաղորդության հաստատումը, մենք կարծես թե գտնում ենք առաջին եկեղեցու մոդելը, որը որ ստեղծվեց հենց Քրիստոսի ժամանակ, վերնատանը վերջին ընթրիքի ժամանակ հաղորդության խորհրդի հաստատումով։ Այսօր մենք մեր հոգիներով եւս մեկ անգամ ուղևորվում ենք դեպի Երուսաղեմի այդ վերնատունը, որտեղ որ կատարվեց վերջին ընթրիքը։ Կարծես թե հասարակ սենյակ էր, կարծես թե նորմալ սեղան էր գցած, կար կերակուր, հաց, գինի, մարդիկ էին նստած, ամեն ինչ շատ սովորականի պես էր, բայց իրականության մեջ այնտեղ կատարվում էր մի բան, ինչը որ հետո փոխեց ամբողջ աշխարհի ընթացքը։ Քրիստոնեության սկիզբը դրվեց եւ քրիստոնեական կյանքը սկսեց քայլել այդ օրվանից։ Քրիստոս վերցրեց հացը, օրհնեց այն, տվեց իր աշակերտներին եւ ասեց. «Կերեք, սա է իմ մարմինը»։ Հետո վերցրեց գինին, օրհնեց այն, տվեց իր աշակերտներին, ասեց. «Խմեք, սա է իմ արյունը»։ Եվ դրանով իսկ հիմքը դրեց նախ Սուրբ Հաղորդության խորհրդին, որը մինչև այսօր մենք ամեն կիրակի կատարում ենք պատարագի ժամանակ մեր եկեղեցիներում, եւ երկրորդը ինքը սկսեց իր զոհաբերությունը այս աշխարհի համար։ Քրիստոս իր այդ արարքով, հաղորդության խորհրդով մեզ նախ եւ առաջ ցույց տվեց, թե ինչպիսին է աստվածային սերը։ Այդ սեղանի մոտ նստած էին տարբեր մարդիկ, ոչ մեկը նրանցից կատարյալ չէ։ Այնտեղ էր Պետրոսը, որը պետք է ուրանար Քրիստոսին, այնտեղ էր Հուդան, որը պետք է մատներ Քրիստոսին, բայց նա բոլորին նույն հացը տվեց եւ նույն գինին հրամեցրեց։ Ցույց տալով, որ աստվածային սերը դա ընտրող սեր չէ, ընտրողական սեր չէ, այլ աստվածային սերը տարածվում է բոլորի վրա, եւ հավատացողի, եւ չհավատացողի, եւ թշնամու, եւ բարեկամի, եւ մատնիչի, եւ հավատարիմ մարդու, որովհետեւ աստվածային սերը դա այն սերն է, որը որ մշտապես մարդկանց վրա է, որովհետեւ Աստված միշտ էլ գրկաբաց սպասում է բոլոր մեղավորներին, բոլոր չարություն գործածներին, բոլոր մատնիչներին եւ բոլոր ուրացողներին։ Աստվածային սերը տարբերվում է մեր սիրուց, որովհետեւ մենք մարդկանց կամ ինչ-որ մի բան սիրելուց մենք ասում ենք սա արժանի է, սա արժանի չէ, սա մեզ այն անգամ այս բանը ասեց, սա արժանի չէ մեր սիրուն, իսկ սա մեզ հետ լավ է, սա արժանի է, որ սրան սիրենք, հարգենք, սա մեզ պետք չի գա, որովհետև հարուստ չի, փող չունի, իսկ սա մեզ պետք կգա, արի սրան սիրենք, հարգենք, որովհետև սա հարուստ է, եւ այլն, եւ այլն։ Եվ դրանով մենք դառնում ենք սիրո մեջ առևտուր անող, իսկ Աստված այդ սերը չէր, որ մեզ թողեց, իր արարքով եւ իր գործածով։ Երկրորդը, Քրիստոս ցույց տվեց այդտեղ զոհաբերությունը։ Նա սկսեց այդ օրվանից իր զոհաբերական առաքելությունը այս աշխարհի վրա։ Չէ, մենք տեսանք վերջին ընթրիքին, թե ինչպես ինքը խոնարհությամբ իր աշակերտների ոտքերը լվաց, այնուհետև խոնարհաբար
ընդունեց Հուդայի կողմից մատնությունը, գցվեց զինվորների ձեռքը, չարչարվեց, ծաղրվեց, քայլեց դեպի Գողգոթա, խաչվեց ավազակների մեջտեղում, բայց ոչ միտեղ նա չասաց, որ ես դա անում եմ ձեր համար։ Ոչ միտեղ մեր լեզվով ասած երեսով չտվեց ոչ մեկին, ասելով ես այս պահին զոհվում եմ քո համար, ցույց տալու համար, որ իր զոհաբերությունն է բոլորի համար։ Եվ այսօրվա մեր օրինակը, որպեսզի բոլորիդ ավելի պարզ լինի, բոլորիդ ավելի հասկանալի լինի, թե ինչպիսի սիրով էր Քրիստոս զոհաբերվում մեր համար, վերցրեք ամեն մեկը ձեր ծնողներին։ Ինչպես էին մեր ծնողները օր ու գիշեր չարչարվում, աշխատում, որ մենք լավ լինենք, բայց ոչ մի անգամ մենք նրանցից չլսեցինք, թե մենք չարչարվում ենք ձեր լավ լինելու համար։ Մենք մեր առողջությունն ենք դնում մեր զավակների լավ լինելու համար։ Մենք ոչ մի անգամ չլսեցինք մեր մայրերից, որ նրանք մեզ դաստիարակելով այդքան տանջվելով մեր ձեռքին, երբ որ մանավանդ փոքրիկ ենք, ինչ որ մի բան մի րոպե ասեին, որ մենք հոգնեցինք ձեզանից։ Ձեզ համար ենք ամեն ինչ անում եւ արդեն հոգնել ենք, զզվել ենք եւ այդ տանջանքից էլ չենք ուզում այդ տանջանքը, որ մեր մեջ շարունակի, չլսեցինք։ Մենք ամեն մեկս ունենք ընկերներ եւ տեսել ենք, թե ինչպես է, որ ընտրյալ այդ մարդը, ընտրյալ ընկերը մեր կողքին մնում, երբ որ շատերը մեզանից հեռանում են, երբ որ շատերը մեզ լքում են, թողնում եւ գնում են։ Զոհաբերությունը դա շատ մեծ բան պետք չէ անել։ Զոհաբերությունը նույնիսկ, երբ որ մենք ինչ որ մեկին օգնում ենք, չնայած այդ պահին մենք չունենք ժամանակ, այդ պահին մենք պետք է մեր համար ինչ որ մի բան անենք, բայց մենք մեր գործը կողքի ենք դնում որոշ ժամանակով եւ օգնում ենք նրան, ում որ դա պետք է։ Ահա դա է զոհաբերությունը։ Զոհաբերության համար մեծ բան մեզանից չի պահանջում։ Երրորդը Քրիստոս ինչ որ ուզեց մեզ փոխանցել վերջին ընթրիքով սուրբ հաղորդությունը հաստատելով, դա միասնությունն է։ Մենք գիտենք, որ իր աշակերտները միմյանց մեջ նույնիսկ վեճեր էին ունենում, մի անգամ նրանք վիճեցին ասելով, թե ով է սիրելի աշակերտը, մի անգամ նրանք վիճեցին ասելով, թե իրականության մեջ ով է Քրիստոս, Եղիանն է, Մովսեսն է, Մարգարեը է, թե Աստծո որդի է, եւ այդպես շարունակ եղել են վեճեր։ Ընդամենը մի քանիսն է, որ մեզ են հասել ավետարանների միջոցով, բայց այդտեղ նրանք բոլորը նստած էին հավասար մի սեղանի շուրջ։ Քրիստոս դրանով ուզեց մեզ էլ փոխանցել, որ այո, կարող են մեր ընկերական շրջապատում, հարազատների շրջապատում, ընտանիքի մեջ լինել տարբեր վեճեր, ինչ որ տարբեր պատճառներով, բայց դա ոչ մի անգամ չպետք է առիթ դառնա, որ մեր ընդհանուր ընկերությունը, ընդհանուր ընտանիքը եւ ընտանեկան սրբությունը քանդվի այդ փոքրիկ վեճերի պատճառով, այդ փոքրիկ անհասկացողությունների պատճառով։ Եվ ի վերջո, այսօր մենք հիշելով Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը եւ Քրիստոսի վերջին ընթրիքը իր աշակերտների հետ արված, մենք հիշում ենք եւ անդրադառնում ենք նաեւ մեզ այսօրվա օրով, որովհետեւ հենց ամեն կիրակին շարունակությունն է այդ վերջին ընթրիքի։ Ամեն կիրակի հավաքվելով եկեղեցում, կանգնելով եկեղեցու տարբեր անկյուններում, բայց բոլորս երեսով դեպի սուրբ սեղան, մենք այդ նույն խորհրդավոր վերջին ընթրիքի շարունակողներն ենք դառնում։ Եվ մենք պետք է այսօր մեզ հարց տանք, արդյոք մեր մեջ ինչ-որ մի բան մնացել է, որ չենք ներել, արդյոք մենք ունենք այս պահին մեր մեջ նախանձ, արդյոք մենք այսօր զայրացած ենք կամ բարկացած ենք ինչ-որ մեկի վրա։ Եթե այո, ապա դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Եթե ոչ, ապա ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք կանգնած եւ Աստծուց պետք է խնդրենք, որպեսզի մեզի ուժը տա, որ այս դժվարին կյանքի մեջ այդ ճանապարհի վրա կարողանանք մինչև վերջ կանգնած մնալ։ Որովհետեւ այսօրվա խորհուրդը մեզ գալիս է ասելու, որ մենք չպետք է վերաբերվենք չարին չարով, չպետք է մենք մեզ վրա
վրա հասածին հարձակվենք նույն ձևով։ Մենք այսօր շատ անգամ մեր շրջապատի մեջ, երբ որ ինչ-որ մի սխալ բան ենք տեսնում մեր հանդեպ, սկսում ենք ջղայնանալ։ Բայց Քրիստոս ցույց տվեց, որ դա ամենևին էլ կարևոր չէ։ Ջղայնանալով մենք ինքներս եւ մեր ներվերը կքայքայենք, եւ մեր առողջությանը վնաս կտանք, բայց Քրիստոս իր օրինակով նստելով Հուդայի կողքին, որը իրեն պետք է որոշ ժամանակ հետո մատներ, նստելով Պետրոսի կողքին, որը պետք է նրան ուրանար որոշ ժամանակ հետո, եւ նստելով բոլոր մյուս աշակերտների կողքին, ովքեր նրան պետք է լքեին խաչի ճանապարհին, նա ոչ մեկի վրա այդ բանը չբարկացավ, ոչ մեկին չասեց, դուք ինչ որ մի բանի արժանի եք կամ արժանի չեք։ Նա նրանց հետ համաձայն չէր։ Նա համաձայն չէր, որ պետք է մատնվի, պետք է այս մարդը իրեն ուրանա կամ սրանք պետք է իրեն թողնեն եւ լքեն։ Ուղղակի նա մնաց իր հոգու բարձրության վրա եւ մեզ էլ փոխանցեց դա, որ եթե մենք մնանք մեր հոգու բարձրության վրա, ուշադրություն չդարձնենք, թե ինչպես են մեզ ուզում քցել, մեզ ուզում ջղայնացնել, մեզ ուզում ցածրացնել եւ իրենց մակարդակի հասցնել, եւ եթե մենք մնանք բարձրության վրա, ապա կտեսնենք, թե ինչպես են նրանք այդ մարդիկ գնալով իջնում մեր դեմը, ինչպես որ կատարվեց Հիսուս Քրիստոսի ժամանակ։ Չէ որ նա անցավ ուղի, որը որ չէր անցել ոչ մեկը։ Չէ որ նա չարչարվեց այնպես, ինչպես չէր չարչարվել ոչ մեկը։ Բայց երբ որ նա ի վերջո հաղթանակ տարավ, այն բոլոր իրեն լքածները, բոլոր իրեն ուրացողները, բոլոր իրեն մատնողները ծնկի եկան նրա առջև եւ խոստովանեցին նրան որպես Աստված եւ որպես մարդկության փրկիչ։ Հետևաբար, սիրելիներ, այսօրվա օրը աշխարհամատրան այդ կանաչ կիրակին, կանաչ է կոչվում նաև նրա համար, որովհետև սա հավատքի ծաղկման սկիզբն է։ Քրիստոնեության ծաղկման սկիզբը դրվեց այդ օրը։ Եկեք այսօրը մենք հիշենք, այսօրը մենք դառնանք անդրադարձող այն մեծ իրողությանը, որը որ կատարվեց Քրիստոսի երկրավոր կյանքի ընթացքում եւ հասկանանք, որ այդ նույն իրողությունը այսօրը ամեն կիրակի կատարվում է պատարագի ժամանակ, որին մենք ներկա ենք լինում։ Եկեք ճիշտ ըմբռնենք հաղորդության խորհուրդը, ճիշտ մոտենանք հաղորդությանը եւ ճիշտ ընդունենք հաղորդությունը, հասկանալով, որ այդ հացի եւ գինու տեսքով ընդունված այդ մասսան դա ամենևին էլ հացը եւ գինի չէ։ Դա Քրիստոսի մարմինը եւ արյունն է։ Քրիստոսի մարմինը եւ արյունը, որը ընդունելով մենք ընդունում ենք նաեւ Քրիստոսի կյանքը մեր մեջ։ Եկեք լինենք այդ ընթրիքի շարունակողները։ Եկեք լինենք այդ ընթրիքի ժամանակ ստեղծված եւ հաստատված սուրբ հաղորդության ճշմարիտ հետևորդներ։ Ճշմարտապես մոտենանք հաղորդությանը եւ թող այդ սուրբ հաղորդությունը մեր վրա այն ազդեցությունը եւ այն գործողությունը թողնի, որը որ Քրիստոս այն ժամանակ ուզեց, որ դառնա իր եւ իրեն հավատացողների ուղեկիցը ամբողջ կյանքի ընթացքում։ Աստված ուժ եւ կարողություն տա բոլորիս, օրհնյալ եղերուկի շնորհացրփող քույր, երթայքի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ եւ ընդամենեսյանս ամեն։